Բարի ժողովուրդ ջան, նոր կանգնած տեղ սուրճ եմ խմում, մեկ էլ մի հատ տատիկ անցնում, ասում է, «Վալես դու Մերի Տոմոյանն ես», ասում եմ, այո, ասում է, ես քո ցավը տանեմ, մի բան խնդրեմ էլի, ասում եմ, իհարկե ասեք, ասում է, «Վալես, խնդրում եմ քեզ էլի աղաչում եմ, մի բան արեք, սրանք չգաների կառավարություն չդառնա»։ Ասում եմ, տատիկ ջան, ես ինքս գնալու եմ իմ ձայնի հետևից, ես իմ ձայնի տերն եմ, բայց ամեն մարդ, ամեն քաղաքացի պետք է գնա իր ձայնի հետևից։ Պետք է գնա ու ոչ մեկին չմեղադրի։ Պետք է գնա կանգնի տեր իր ձայնին։ Ինքը որ ծնվել է, առաջինը գոռացել է։ Եթե չի գոռում, բժիշկները ստիպում են որ գոռա։ Ինքը որ գալիս է այս երկիր մոլորա, գոռում է, հայտարարում է ամբողջ աշխարհին, որ ինքը եկել է։ Ու առաջինը ինքը պետք է մարդ դառնա, մարդ մնա։ Ամենագերագույն արժեքը դա մարդ լինելն է։ Ու մարդը պետք է իր ձայնին տեր լինի, իր գաղափարներին հավատարիմ լինի։ Այլ ոչ թե երեք հեղափոխություն անի, այսօր փողի խաթեր պարկի ես ում տակ, անոնել դնի բժիշկ կամ գիտնական կամ պատմաբան կամ չեմ անում ինչ։ Ակնհայտ հայացմանությունը 135 տարի հերքի ու գնա ես իմ ում տակ պարկի։ Անեցել հպարտ նկար դնի, որ չգիտես ինչ ասես։ Աբսուրդի ժանրից նա է, որ հելել էին հեղափոխություն էին անում։ Ճիշտ է, հեղափոխության ժամանակ չգիտեմ գործակերն էին մտած։ Հեղափոխությունը հենց եղավ, հելան պահպանակու ես ինձ զրտուզիբիլ դառան։ Իբր իրանք են արի հեղափոխությունը, հիմա էլ պաշտպանում են հեղափոխությունը։ Բայց արի ուտես եկե պարկել են այդ նույն մարդկանց տակ, ում դեմ հեղափոխություն էին անում։ Ու ես գտնում եմ մենակ անթասիպ աներեսը նման բան կանի։ Անթասիպ աներեսը։ Այնպես որ տատիկներ ջան, պապիկներ ջան, մայրեր, հայրեր, տեր կանգնեք ձեր ձայնին, տեր կանգնեք ձեր գաղափարներին։ Ուզում եք նորմալ զարգացող, հանգիստ խաղաղ պետություն, ուրեմն գիտեք ինչ ընտրություն պետք է անենք։ 4 տեխնացուներ են, 4։ Ոչ մեկ չի կարա դառնա ղեկավար։ Կդառնա ղեկավար դրանցից միայն մեկը, քոչը, որտեղ Պուտինն է տենց ասելու։ Նախ Սամոյին էդի պետք չի, Գագոն չի կարա, քոչն է դառնալու, որտեղ ռուսն է տենց ասելու։ Ռուսի տակ 35 տարի ապրելով ինչ խերվակ, իբր խաղապահ կանգնած Ղարաբաղում, իր հավանավորությամբ 9 ամիս Ղարաբաղցին մնաց սոված, հետո էլ սիրուն ճանապարհեցին։ Ղարաբաղցիները այդ նույն կլանը չէր կարա Արայիկին հաներ, դաշնակ դներ ու լուծարեր, ամեն ինչ կազմակերպված էր։ Ու հիմա դուք ուզում եք երկիր պետություն ունենաք ու հետագայում արժանապատիվ հաղթանակներ տանեք, ուրեմն դուք պետք է գիտակցեք, ում պետք է ընտրեք, որովհետև դուք փորձում եք անցած։ Ու ամեն մի լակոտ լուկուտ որ հելնում ասում է, ես գտնում եմ որ պետք է Քոչարյանին ընտրեք։ Ազիզ ջան Քոչարյանը որ ղեկավար էր ու ինչ էր անում, դու լը մորդ կատն էիր ուտում։ Դու ընդհանրապես խոսելու ոչինչ չունես։ Այո, որովհետև տատիկները, պապիկները իմ նման մարդիկ են տեսել։ Դե Քոչը ինչ ղեկավար ա եղել կամ Սերժիկը։ Այդ պուկը որ հիմա կերպարանափոխվել է դարել է հզոր Հայաստան։ Բա։ Նայած որ գնացեք ձեր ձայնի հետևից։ Այսքան։